Եվրոպական ուղղությունները շարունակում են Հայաստանի բնակիչների համար լինել հանգստի ու շրջագայությունների ամենանախընտրելի հասցեներից։ Դա է ցույց տալիս նաև զբոսաշրջային ընկերությունների աշխատանքի ծանրաբեռնվածությունը։ Միայն մեկ ընկերության միջոցով հարյուրավոր անձինք ամանորը դիմավորել են Եվրոպայում։ Դժվարություններ ու խնդիրները կնշեմ, զուտ օր ամրագրման պահն է, բոլոր դեսպանատներում հանդիպման օրը եւ հերթերը, քանի որ շատ են, դա մեծագույն խնդիր է այսօր։ Աշխատակիցները ամեն օր անդադար թարմացնում են դեսպանությունների կայքեջերը, հանդիպման օրն ու ժամն ամրագրելու համար։ Անի Մկրտչյանը հստակ թվեր նշել չի կարող, բայց ընդգծում է, որ ավելացել է Եվրամիության երկրներ մուտքի արտոնագիր ստանալու համար իրենց ընկերություն դիմում հայտերի թիվը։ Կան դեպքեր, որոնք շատ ավելի հրատապ են ու իսկապես օր ամրագրելը շատ ավելի կարևոր է, բայց process-ը միևնույն է, նույն դժվարությամբ են կատարում, հետևելով եւ աշխատելով 24 ժամ շաբաթական 7 օր գրաֆիկով։ Կարող ես նայել ու հաջորդ օրվա վրա արդեն իսկ օրքես տրամադրի, որ դու դիմես եւ կարող է ամիսներ հետևես ու չբացի։ Ունեցել ենք դեպքը, երբ 9 ամիս գրեթե օր չի տրամադրվել մեր զբոսաշրջիկին ու երբ արդեն օրը եկավ նամակի միջոցով, բալիկ էր ունեցել ու չհասցրեց արդեն ինքը գնալ։ Մեկ անգամ ճամփորդած անձը, որ ստացել է մեկանգամյա վիզա, հաջորդ անգամ դիմում է ավելի երկարաժամկետ վիզա ստանալու խնդրանքով, իսկ առավել նախընտրելին այն ուղղություններն են, որոնք անձի համար ֆինանսապես ավելի նպատակահարմար են, որ ուղղություններով կան մատչելի ավիաթռիչքներ։ Վիզա կենտրոնի միջոցով ենք մուտք անում Ֆրանսիայի, Գերմանիայի փաստաթղթերը, նույն իրավիճակն է, ինչ բոլոր դեսպանատներում, այսինքն երկար հետևելու արդյունքում ստացվում է իհարկե օր ամրագրել, սակայն բավականին էներգիա եւ ժամանակ ենք վատնում։ Իհարկե փոփոխություններ կան, հենց մեկը գերմանական դեսպանատան պարագայում նախկինում սպասելաժամանակը չափից շատ երկար էր։ Հիմա հաշվի առնելով, որ վիզա կենտրոնի միջոցով է, արդեն հնարավոր է մոտակա 3-4 ամսվա մեջ հաճախորդի թղթերը մուտք անել դեսպանատուն։ Պատասխանը տրամադրվում է մոտ 2 շաբաթում։ Ծրագրավորող Շահեն Քոսյանը տուրիստական ընկերություն եկել էր բազմակի մուտքով վիզա ստանալու ակնկալիքով։ Այս ճամփորդությունը նախատեսված է մարտ ամսի համար Հունգարիա ու Սլովակիա երկրներ։ Կնոջս եւ երեխաներին տվել էին օր դեկտեմբեր ամսին, իրենք ստացել են բազմակի մուտքով վիզա, աղջիկների աշխատանքի պրոֆեսիոնալ շնորհիվ, որտեղ թղթերը բավականին լավ էին լրացրել, ես վաղը մտնում եմ դեսպանատուն, հուսամ նույն վիզան ստանալու համար։ Նվազագույնը եղել է մեկ անգամյա մուտքով մեր նշված օրերի համար, առավելագույնը անցած տարի Գերմանիայի դեսպանատունով 24 թվականին ավելի շուտ, 1 տարի բազմակի մուտքի վիզա։ Նախորդ տարեվերջին Հայաստանի ղեկավարի Գերմանիայից ընթացքում մեր երկրում Գերմանիայի դեսպաններ վստահեցրել, առաջիկայում կկարգավորվի հերթերի խնդիրը։ Բավականին երկար ժամանակ աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ, ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում, որովհետև ասում են լուրերով նայում ենք, որ Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատաններ ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից, փետրվարից, ասենց ասեմ, այլևս հերթ ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Երևանը հուսով է, որ գործընթացը շղթայական կշարունակվի, մանավանդ որ վերջին տարիներին նկատելի ավելացել է Հայաստանից ԵՄ տուրիստական հոսքը։ Վիզաների հետ կապված լուրերի հարցին Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը արձագանքել է։ Ղեկավարվելով Շենգենյան վիզայի մասին օրենքներով եւ կարգավորումներով, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը վերջին ամիսներին շարունակաբար աշխատել է վիզայի դիմում ներկայացնող անձանց սպասարկումը համապարփակ մոտեցման բարելավելու ուղղությամբ։ Սա ներառում է նաեւ 2025 թվականի հուլիսի որոշումը, ըստ որի դիմումներն ընդունվում են արտապատվիրակված TLS Contact ընկերությունում, իսկ որոշումների կայացումը մնում է դեսպանության իրավասության ներքո։ Դեսպանությունը թարմացրել է իր կայքի տեղեկատվական համակարգը, որպեսզի հնարավոր դիմումատուններն առավել հարմարավետ եղանակով ծանոթանան վիզայի պահանջներին։ Այս բազմատեսակ միջոցառումների շնորհիվ դիմում ներկայացնելու սպասելաժամանակն էապես կրճատվել է։ Դեսպանությունն այս հարցում կշարունակի հանրությանը տեղեկացնել հետագա զարգացումների մասին։ Իսկ խնդիրը գլոբալ առումով նախատեսվում է լուծել վիզաների ազատականացմամբ, որի առաջին քայլը արված է։ 2025-ին Բրյուսելը Երևանին փոխանցեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է 74 կետ, որոնց կատարումը ենթադրում է Եվրամիության հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։